Բարև հարգելի ընկերներ, օրվա կանխատեսումն է հունիսի 2-ի համար։ Օրը երկուշաբթի է, եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Նաեւ քարտերի տեղադրմանի եւ խառնելու ընթացքը կթողնեմ տեսանյութի ցայն կողմին, կխոսեմ, երբ որ արդեն քարտերը պատրաստ կլինեն։ Ես իրենց խառնում եմ, ես իրենց անպայման ձեր նշանն եմ նշում եւ այլն, եւ հետո նոր տեղադրում։ Մի անհանգստացեք։ Հարգելի խոյեր, այդ օրը առավոտյան կամ ինչ-որ մի բան դանդաղում է, ինչ-որ մի բան կանգնած է եւ կամ դուք կարող եք գնալ որևէ միտեղ եւ երկար մնալ։ Նաեւ խոչընդոտներ կան, հենց կարող է կապված է դրա հետ։ Եթե ինչ-որ մի բան կանգնած է, ինչ-որ մի բան դանդաղում է, ապա դրա հետ մեկտեղ չեք կարողանում նաեւ ինչ-որ մի բան անել, խոչընդոտներ կան։ Այդ օրը սեղանի շուրջ եք նստելու եւ ինչ-որ գործեր կմնան արդեն։ Գործերը կմնան չեք կարողանա անել, որովհետև կզբաղվեք արդեն մեկ այլ հարցերով, կնստեք սեղանի շուրջ։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է այդ օրը անեք։ Ոմանք հիվանդանոց, ոմանք ուսման հետ կապված, ոմանք նաև ինչ-որ բան կարող եք գնալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ լավ օր։ Հարգելի ծուլեր, այդ օրը կտրուկ որոշակ քայլ կարող եք կատարել, նաև ինչ-որ մի բան անսպասելի կարող է տեղի ունենալ եւ դրանից հետո ելք եք փնտրալու, թե ինչպես այդ հարցին լուծում տալ։ Կամ կարող եք կտրուկ այդպես անսպասելի որոշում կայացնել այդ հարցին լուծում տալու համար։ Կարող եք այն ինչ որ փնտրում եք, այն ինչ որ ելք եք փնտրում, այդ օրը կարող է անսպասելի գտնեք այն։ Եվ օրվա ընթացքում ոչ հնարավորություն ունեք, փորձեք ձեր ձեռքից բաց չթողնել այն, ամեն մարդու մոտ դա կարող է տարբեր ոլորտներում լինել, եւ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, ոմանք ուղղակի երեկոյան հոգնած կպարկեն քնելու, շատ կհոգնեք օրվա վերջը արդեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ լավ օր։ Հարգելի եկորյակներ, այդ օրը հաջողություն ունեք, հաջողություն բիզնեսում, հաջողություն գործարքում եւ այլն։ Նաեւ ոմանց մոտ կարող է լինել հեռախոսազանգ, որը ձեր առջև նոր դռներ կբացի եւ կկարողանաք ինչ-որ գործեր անել։ Այդ հեռախոսազանգը կփոխի ամեն ինչ։ Բավականին էմոցիոնալ կլինեք օրվա ընթացքում եւ օրվա վերջ հանկարծակի լուր կլսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ լավ օր։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ կարող եք տատանվել, մտածել, ծանոթ թեթևանել։ Դա կարող է լինել պետական հիմնարկության հետ կապված հարցեր, դա կարող է լինել հիվանդանոցի կամ ուսման հետ կապված հարցեր, կարող է որոշում եք, թե որտեղ ընդունվեք, ինչ մասնագիտությամբ եւ այլն։ Նաեւ ինչ-որ բան է ձեզ մոտ ուշանալու, մոտավորապես կարող է դա լինել 40-ից 42-3 օր այդպես։ Եվ այստեղ աշխատանքի հետ կապված առաջ խաղացում կա, ոմանք կարող են աշխատանքի ընդունվել, ոմանք նաև գործարք կարող է գործարքի կնքում կարող է ձեզ այն նման առաջարկ ստանաք, նաև ինչ-որ մի բան է, որը աշխատանքի վայրում փոփոխություն կնկատեք, առաջ կգնա ինչ-որ մի բան, եւ ոմանց այդ օր ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն, նաև ոմանք ամուսնության հարսանիքի են պատրաստվում, կարող է շաբաթ պատրաստվում եք, որպեսզի կամ ձեր հարսանիքն է, կամ գնաք հարսանիքի։ Սա նաև հենց գործարք է, որը որ կարող են աշխատանքի բերումով ձեզ առաջարկել, ձեզ հետ կնքել այդ գործարքը։ Բիզնեսի հետ կապված դա կարող է լինել, սեփական գործի։ Այսքանը ձեզ համար, ձեզ լավ օր։ Հարգելի արուստներ, այդ օր առավոտյան ժամը ձեզ համար շատ կարևոր կլինի, հնարավոր է շուտ եք արթնանալու, ուշ եք արթնանալու, առավոտյան կարող է ժամ եք պայմանավորվել ինչ-որ մարդկանց հետ եւ պետք է գնաք։ Հաջողություն ունեք այդ օրը։ Ոմանք աշխատանքի վայրում, ոմանք հենց այդ ժամի հետ կապված կարող է լինել, եթե պայմանավորվել եք գնում եք եւ այդ մարդու հետ ինչ-որ հարցեր եք լուծում, դա ձեզ հաջողություն կբերի։ Օրվա ընթացքում հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ կունենաք, նաև դա կարող է լինել
մասնագետ, ձեր հայրը, ձեր ամուսինը կարող եք նստել ինչ-որ բաներ քննարկել, ձեր տնօրենը կարող է լինել ու մետելի քննարկեք ինչ-որ բաներ, հարցազրույցի գնաք եւ այլն։ Ոմանք կարող են նաեւ գտնել իրենց երկրորդ կեսին։ Օրվա վերջ մի փոքր այստեղ կարող է առողջության հետ կապված խնդիրներ լինեն կամ հոգնածություն զգաք եւ դա ձեր տխրության պատճառը լինի։ Մի փոքր տխրեք դրա համար։ Որ մարդը կամ գլխացավեր կամ եւ այլն, որ նեղվածություն է ձեզ մոտ առաջացնում եւ տրամադրության անկում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ լավ օր։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ մեկի հետ եք վիճելու, որովհետև սպասում եք իրեն եւ կարծես թե ուշանում եք կամ որ չի գալիս դրա համար եք վիճում իր հետ։ Եվ կտրուկ ոչ է քայլ կարող եք անել ոչ է տղամարդու հանդեպ կամ նա կարող է ձեզ համար ոչ է կտրուկ քայլ անել կամ նաեւ անմտածված քայլ կարող եք անել այդ տղամարդու հետ կապված։ Կարող է մասնագետ է, ձեր տնօրենն է, կարող է շատ արագ որոշում կայացնեք իր հետ խոսալու ընթացքում կամ ինչ-որ արտահայտություն անեք իր հետ խոսալու ընթացքում, որը հետո նոր արդեն կմտածեք, որ ինչքան սխալ արեցիք այդ արտահայտությունը անելու համար։ Դամար պետք է այստեղ ուշադիր լինեն։ Երևի այդ տղամարդուն եք սպասում եւ չի գալիս եւ արդեն սկսում եք ինչ-որ բաներ ասել կամ անել, որը որ պետք չէր։ Նաև ինչ-որ մի բան կարող է անել այդ տղամարդը, որին որ դուք չեք սպասում, կամ ասել, որին որ դուք չեք սպասում։ Նաև օրվա վերջ մի փոքր ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, հնարավոր է հոգնածություն, հնարավոր է նաև գլխացավեր կամ նաև հրինվանդություն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ լավ օր։ Հարգելի կշերտներ, այդ օրը առավոտյան հանկարծակի լուր կարող եք լսել։ Նաև կամ մտածում եք այդ տղամարդու մասին օրվա ընթացքում կամ իր ասածների շուրջ կարող եք մտածել։ Կամ մտածել արդյոք հանդիպեք այդ մարդու հետ թե ոչ կամ գնալ այդ մարդու մոտ թե ոչ։ Նաև ժամը այդ օրը ձեզ համար շատ կարևոր է, ժամը նավրե ժամ եք պայմանավորվել է պետք է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինեք եւ իհարկե օրվա ընթացքում կամ որ ինչ-որ տեղեկատվություն եք ստանում, որ մեկի հարսանիքի վերաբերյալ, սա նաև գործարք է, որին երկար եք սպասել, կարող աշխատանքային, բիզնեսի հետ կապված եւ այլն, ինչ-որ գործարք է, հնարավոր է նաև ուսման հետ է սա կապված այդ գործարքը։ Եվ նաև ոմանց այստեղ ամուսնության առաջարկ կանեն, որին երկար եք սպասել, կամ սիրո խոստովանություն, որին եւս էլի երկար եք սպասել։ Եվ հեռախոսազանգ կունենաք այդ օրը։ Գո հեռախոսազանգի միջոցով իմանում եք, որ ինչ-որ մեկը ամուսնանում է ինչ-որ մեկի հարսանիքն կամ վերջնականապես որոշել են հարսանիքի օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ լավ օր։ Հարգելի կարիճներ, այդ օրը հանդիպում ունեք ոչ թե տղամարդու հետ կամ շփում, խոսակցություն եւ իրար վրա կարող եք գորգրալ այդ օրը։ Որ իրար չեք հասկանում կամ նմանատիպ ոչ մի բան է։ Հեռախոսազանգ ունեք, ինչ-որ հարցերի շուրջ կարող եք տատանվել, մտածել, ծանրութեթև անել, նաև հանկարծակի լուր, որը որ ձեզ համար շատ հաջողակ լուր է, դա կարող է լինել այն, որ այստեղ ինչ-որ մի բան է ձեզ մոտ ուշանալու մոտավորապես 2 ամիս եւ դրանից կարող է լինել։ Դա կարող է հանկարծակի ստացվել։ Այն ինչ-որ ուշանում էր, հիմա ստացվի։ Եվ հաջողություն ունեք յուրաքանչյուր հարցում, թեկուզ այդ լուրը ձեզ համար կարող է շատ հաջողակ լինել։ Օրվա վերջ նաև ունեք որոշ խոչընդոտներ, որոնք որ պետք է հաղթահարեք։ Նաև մտածում եք ինչ-որ մարդու մասին, ինչ-որ բանի մասին, բավականին շատ մտքեր ունեք, բավականին շատ եք տատանվում, շատ եք հույսով օրվա ընթացքում, կամ հույսնատել եք ինչ-որ մեկի վրա, կամ ինչ-որ բանի վրա եւ դա ձեզ անընդհատ մտածելու տեղ է տալիս, անընդհատ այդպես լարվածություն, որովհետեւ հարցերի պատասխանները այստեղ չգիտեք եւ դրա համար կարող է վիճեք դիմացինի հետ այդպես։
նմանատիպ ոչ մի բաներ են, միայն օրվա ընթացքում շատ լավ հաջողություններ կանել շատ անսպասելի ձևով։ Այսքանը ձեզ համար, ձեզ լավ օր։ Հարգելի աղրնավորներ, այդ օրը երկար սպասված նամակ կստանաք, տեղեկատվություն, հետ դրան ոնց որ սպասում եք, այսինքն գիտեք, որ այն ինչին, որ երկար եք սպասել, հիմա կամ պատասխանը կգա, կամ կիմանաք եւ ոնց որ սպասում եք դրան։ Նաև փաթեթը, որին որ կարող է եւս այդ օրը սպասում եք կամ փաստաթուղթը կարող է նաև լինել։ Դες ասել են, որ ուղարկել են եւ հիմա արդեն ոնց որ սպասում եք։ Եվ օծեր կան չար խոսակցություններ, չար մարդիկ, ովքեր որ կարող են ձեր միտքը այդ օրը փոխել եւ դուք սկսեք տատանվել ինչ որ հարցի շուրջ։ Կարող է լինել ձեզ կասկածների մեջ գցեն եւ դուք սկսեք մտածել։ Նաեւ երեկոյան եւս էլի նորից այդ տատանումները, այդ կասկածները էլի կան եւ դրանից բխում է այն, որ դուք արդեն այս դեպքում որովիցե կտրուկ քայլ կանեք անմտածված։ Հնարավոր է եւս էլի երեկոյան այդ մարդու հետ էլի խոսում եք, էլի ինչ որ հարց է տալիս, որ սա արեցիր կամ նա արեցիր եւ ձեզ մեջ եւս էլի կասկածներ կան։ Այնքան շատ ուժեղ է այդ կասկածները, որ երեկոյան եւս հնարավոր է սա ձեր երկրորդ կեսին է վերաբերվում, որ երեկոյան եւս այդ տատանումները կան եւ այդ դեպքում արդեն ինչ որ մի քայլ եք անում։ Հնարավոր է նաեւ սա գործին է վերաբերվում, աշխատանքին է վերաբերվում եւ մտածելուց հետո, տատանվելուց հետո ոչ թե քայլ եք անում, բայց կտրուկ, բայց անմտածված դա կարող է լինել։ Եվ անսպասելի նաև կարող է լինել, երբ ձեզ համար են թե այդ ինչ որոշում ի վերջո կայացրեցիք։ Այսքանը ձեզ համար, ձեզ լավ օր։ Հարգելի այճեղջուրներ, այդ օր առավոտյան մի փոքր տխուր եք, մի փոքր ձեզ միայնակ եք զգում։ Հնարավոր է նաև այս խոչընդոտները կամ հաջողության հասնելու այդ խոչընդոտները առավոտյան են լինում եւ դուք դրանից տխրում եք։ Ինչ-որ ձեոչը կարող է մի բան լավ անել, դրա համար տխրում եք այդ խոչընդոտների պատճառով։ Հնարավոր է ուղղակի առավոտյան պետք է շուտ արթնանաք, աշխատանքային առաջին օրն է եւ բոլորը այդպես են հա լինում ավելի։ Թթված վիճակ է լինում բոլորի մոտ, որովհետեւ չեն ուզում այդ օրը արթնանալ եւ գնալ աշխատանքի։ Նաև օրվա ընթացքում ոմանց սիրո խոստովանություն կանեն, ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց էլ կարող է գործնական առաջարկ կանեն եւ այստեղ շատ անսպասելի դա կլինի ձեզ համար։ Կարող է ինչ-որ միտեղից աշխատանք են ձեզ առաջարկում եւ դա ձեզ համար իրոք անսպասելի է։ Գործարք, գործնական, որևիցե ինչ-որ հարաբերություններ շփում եւ այլն։ Եվ կարիերայի բարձրացում այդ օրը ունեք, կարգավիճակի փոփոխություն եւս ոմանց մոտ սա կարող է լինել հավիություն, ծննդաբերություն այդ օրը եւ արդեն մայր եք, առաջին երեխան է։ Սա նաեւ կարգավիճակը կարող է լինել, որ վիրահատություննականում այն էլ պլաստիկ եւ ինչ-որ շատ մեծ գլոբալ բան է փոխում ձեր արտաքինի մեջ։ Դա եւս համարվում է ինչ-որ փոփոխություն։ Իսկ ոմանց մոտ հենց իրոք կարիերայի փոփոխություն կլինի, ոմանք կարող են պաշտոն ստանալ, ոմանք նաեւ կարիերայի պատճառով կարող է նաեւ հայտնվեք հիվանդանոցում։ Այսինքն կամ այնտեղ վեճ առաջանա, կամ այնտեղ լինի գերլարվածություն, գերճնշում եւ դրանից լինի այն, որ դուք փոքր ձեզ վատոս գաք։ Եվ այդ օրը հանդիպում կունենաք կամ շփում կունենաք, ոչ թե տղամարդը, նավոր է ծանոթություն, նավոր է նաև այդ տղամարդը ձեզ օգնի։ Եվ իհարկե արդեն ասացի հաջողության հասնելու համար այստեղ խոչընդոտներ են հանդիսանում։ Հնարավոր է նաև դուր եք փակում եւ դա է ձեզ համար խոչընդոտ հանդիսանում։ Եթե ինչ-որ մի դուր այդ օրը կորոշակ փակել, ապա պետք է հասկանաք, որ դա ձեզ համար խոչընդոտ է հանդիսանալու հետո։ Այսքանը ձեզ համար, ձեզ լավ օր։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը առավոտյան ինչ-որ մի բաներ են ուշանալու, կամ ինչ-որ ստակ մի բան է ուշանալու ձեզ մոտ մոտավորապես մեկ ամիս, մի քանի օր նաև։ Եվ այդ օրը տխրում եք,
կամ վեճ կարող է առաջանալ զույգերի միջև կամ ընտանիքի անդամների միջև եւ գործերը չեք կարողանա առաջ մղել կամ հենց չեք կարող առաջ մղել իրենց պատճառով կամ իրենք թույլ չեն տալիս եւ այլն, ինչ որ նմանատիպ բաներ կարող են լինել, որ գործերը առաջ չմղեք։ Հենց այդ վեճից հետո, որովհետեւ կամ ցանկություն չեք ունենա կամ կարիք էլ չի լինի, բայց լուսավոր մի ինչ-որ բան տեղի կունենա, ձեզ մոտ ոչա տրամադրությունը մի անգամից կփոխվի, կբարձրանա, ոչա մի լավ բան տեղի կունենա, կարող նաև հաշտվում եք, եթե վիճել եք, դեն շատ փիս կարող հաշտվել եւ ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի եւ ոչա մի լավ բան տեղի կունենա։ Եվ երեկոյան կսպասեք, ինչ-որ մարդկանց եք սպասելու, ինչ-որ բանի ընտանիքի անդամներին ամուսնուն, երեխաներին ուշանում է եւ սպասում եք կամ պայմանավորված եք սպասում եք ինչ-որ մեկին։ Այսքանը ձեզ համար, ձեզ լավ օր։ Չգիտեմ, բացեմ թողել թե ոչ նամակագրական կապ եւս հնարավոր է սպասում եք նամակի, որ գրեն։ Չգիտեմ, խառնելուց այդպես ընկավ, թե ընդհանուր չի նկատեն։ Համենայն դեպս ոմանք կարող են նամակի են սպասում, ինչ-որ մեկից SMS եք սպասում։ Այսքանը։ Հարգելի ձկներ, մի փոքր խառը օր է։ Առավոտյան տատանվում եք ինչ-որ հարցերի շուրջ կամ ընդհանուր փակ է, ինչ-որ մի բան չի ստացվում, ձեզ մոտ որպեսզի անեք եւ սկսում եք տատանվել։ Նայո դա կարող է, ինչ որ քնից արթնանում եք, դայեք կամ չեն թողնում ձեզ քնեք, ինչ-որ մի բան է, որը քնի հետ է կապված համենայն դեպս եւ կամ արտանալու առավոտյան շատ շուտ։ Եվ հենց տատանվում եք ինչ անել, ինչ չանել եւ վիճում եք այստեղ։ Վիճում եք ձեր հարազատների հետ, ձեր ամուսնու կնոջ կամ ձեր ընտանիքի անդամների հետ, եթե ամուսնացած չեք։ Ձեզ հարազատ մարդկանց հետ։ Նա ինչ որ կարող է չեն թողնում քնեք, ձեր թորները կարող են չթողնել ձեզ քնեք եւ կամ արտնացնեն ձեզ կամ ինչ որ մի բան չի ստացվում կամ չեն արտնացրել ձեզ կամ նմանատիպ ոչը մի բան է կամ լավ չեք զգում ձեզ եւ աղմուկ են անում հնարավոր է նաեւ ուղղակի այստեղ գորգրոցից կամ բարկանալուց հետո եք ձեզ վատ զգում պարկում եւս Տան հետ կապված որովհետեւ իրադարձություններ կան, կարող են դա այդ ամենը ցույց է տալիս, որ տանն է լինելու, կամ ոմանց մոտ ուղղակի տանն արիթ ունեք, կամ պետք է գնաք արիթի, տան հետ կապված որովհետեւ հարցեր են, որոնք որ բարձրաձայնվում են կամ առավոտ շատ շուտ, ձեզ հանում են քնից եւ ասում են, սա պետք է անել, նա պետք է անել, եւ դուք բարկանում եք, որ դեռ լույսը չբացված, նման բան է լինում։ Ընդհանրապես, ինչպես որ ասում են առավոտյան, ինչպես սկսում եք, այնպես օրն անցնում է եւ օրվա ընթացքում եւս էստեղ։ Մի փոքր տխուր եք, դեպրեսիվ վիճակ է, նաեւ հույսով եք, որ ինչ-որ մի բան կստացվի, հույսով եք կհաշտվեք, հույսով եք այստեղ ընտանիքը կմիավորվի, եթե ընտանիքն, եթե այդպես վիճել եք։ Նաեւ գործարք է, որը կարող է այդպես դեպրեսիվ վիճակում եք ստրեսային, թե հաստատ կկնքեն այդ գործարքը ինձ հետ, թե ոչ։ Ոմանք ամուսնության առաջարկ կստանան սիրո խոստովանություն, կամ կարող եք լսել, որ ինչ-որ մեկին են ամուսնության առաջարկ արել։ Ոմանք պատրաստվում են հարսանիքի։ Ձեր կամ պետք է ինչ-որ ձեր հարազատներից մեկի հարսանիքն է պետք է գնաք։ Եվ օրվա վերջ եւս էլի տատանվում եք։ Օրվա սկիզբ նույնն է, օրվա վերջ նույնն է, դրա համար սկիզբը փորձեք սկսել ավելի ուրիշ ձևով, որպեսզի խնդիրներ չառաջանան, օրը ավելի թեթև անցկացնեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ լավ օր։